Կարմիր դուռ, դեղին դուռ։ Այսպես է կոչվում վերջերս դեռահասների շրջանում տարածված խաղը, որն ըստ մասնագետների նրանց հոգեկան առողջության համար վտանգներ է պարունակում։ Սոցիալական ցանցերի օգտատերերն արդեն երկար ժամանակ է ահազանգում են, պետք է ուշադիր լինել երեխաների նկատմամբ։ Այս խաղը խաղալիս նրանք պատկերներ են տեսնում, ինչից հետո վախեր ունենում։ Մեր զրուցակիցը պատմում է ուշաթափության դեպքի մասին։ Երկու աղջիկ էին եղել, 3 տղա, քրոջս տղային սկսել էին ըստ հրահանգների, այդ խաղի հրահանգների, ինչ որ բառեր ասել, հետո սկսել էին շոյել քունքի հատվածը եւ իրենց ասելով մի քանի րոպե հետո ինքը ուշաթափ էր եղել եւ կանգնած վիճակում պատին այդպես հարվածել էր գլուխը, հետո հեծանիվի վրա էր ընկել եւ խաղի հաջորդ կանոնն է նա, որ պետքա ապտակես ուշաթափված մարդուն, որպեսզի ինքը հետ գա, իրանք այդպես ապտակել էին, ջուր էին լսել, շատ վախեցել էին։ Երեխան ձեռքի որովայնի դեմքի վնասվածքներ էր ստացել։ Երեխայի հետ խոսելու ընթացքում նաեւ ընկերների պարզվեց, որ սա առաջի դեպք չէ։ Խաղը տարածվել է նաև տարբեր դպրոցներում։ Ծնողները նամակներ են ստացել դասղեկներից, որ առավել զգույշ լինեն իրենց երեխաների նկատմամբ։ Դպրոցներից մեկի տնօրենը նշում է, իրենց մոտ եւս 1-2 անգամ աշակերտները խաղացել են այդ խաղը։ Ուսուցիչը բնականաբար անմիջապես արձագանքել է, տեղեկացրել ծնողներին, ծնողների շրջանում ավելի վաղ տարածված էր նմանօրինակ երևույթները, սակայն ցավոք կանխարգելիչ աշխատանքներ չէր տարվել, որպեսզի դա չմասսայականացվեր։ Դպրոցի տնօրինությունը մանկավարժական համակազմը տեղյակ լինելով այդ ամենին ցուցաբերում է զգոնություն եւ կանխարգելիչ աշխատանքներ են տարվում։ Ինչի կարող է հանգեցնել այս խաղը։ Հոգեբանը նշում է, զգայուն երեխան կարող է ունենալ բարձր տագնապ, դող, մղձավանջներ։ Կան դեպքեր, երբ երեխաները խաղից հետո ունենում են անքնություն, հետապնդման մտքեր։ Երեխաներից մեկը, ում ընտրում են լիդեր, սկսում է հրահանգներ տալ, թե ինչ է տեսնում, որ այնտեղ մութ է, այնտեղ կան սարսափելի կերպարներ եւ երեխան սկսում է պատկերացնել այնպիսի կերպարներ, որոնք որ իրականում ամենավատ մուլտֆիլմերում եւ ամենավատ սցենարով հեքիաթներում նրան մոտեցնում են մահվան մտքին, վախ հարուցող մարդկանց մտքին, իսկ մեր աշխատանքի մեջ նույնիսկ երևակայությամբ ստեղծված կերպարները լուրջ հետք են թողնում երեխայի այդ տարիքի անձի զարգացման վրա։ Ինչու է պարտադիր պայման քունքի մերսումը, հոգեբանը նշում է, գործողությունը բերում է քնկոտության, իսկ այդ վիճակում երևակայելն ավելի հեշտ է։ Իսկ ինչի հետևանք է ուշաթափությունը։ Իրականում ուշաթափությունը պարտադիր չէ կապել քունքը մերսելու հետ, որովհետև երևակայությամբ ստեղծված այդ ազդեցիկ վախենալու իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ գիտակցությունը մերժի ընդունել դա եւ գիտակցությունը գնա քնելու։ Լուր էր տարածվել նաև, որ խաղից հետո ինքնասպանության դեպք է եղել։ Ոստիկանությունից տեղեկացնում են, նման դեպք չի արձանագրվել։ Ձեր նշած խաղի մասով ոստիկանությունում որևէ ահազանգ, որևէ դեպքի կամ պատահարի վերաբերյալ չի ստացվել։ Հորդորում ենք ծնողներին նույնպես ուշադիր լինել անչափահասների նկատմամբ, որովհետև ցանկացած խաղ, այսպես ասած, կարող է որոշակի հոգեբանական տրավմաների ենթարկել անչափահասներին, ինչն էլ իր հերթին ավելի անդառնալի կորուստների հնարավոր է հասցնել։ Երեխաների անվտանգությունից ելնելով մասնագետները խորհուրդ են տալիս ոչ թե կոպիտ արգելել, դրանով իսկ բարձրացնելով խաղի նկատմամբ հետաքրքրությունը, այլ զրուցել նրանց հետ եւ ներկայացնել խաղի վտանգավորությունն ու բացասական հետևանքները։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։